Тот нужен, не страшны тревоги. Нам любые дороги, дороги. Լավ սենց մինչև երբ։ Էդ ինչ երազանքներից հուսական։ Կարող եմ իմանալ դրանցից քանիսն են օրենքից դուրս։ Չէ, ոչ մեկ, էլ ոչ մեկ։ Թե երևի։ Ինչ։ Էլի սրա հետ։ Ակնես ժամանակն ընդունենք, որ ինչ-որ բան կատարվում է։ Կարծում ես։ Իհարկե։ Ամեն օր տղու հետ է գալիս, այդ տղու հետ կապված ինչ-որ բան է կատարվում։ Պատահականություն է։ Արտադրության բաժնից թղթեր են վերել, բեր մոտը ստորագրում։ Դրանք 3 էին ուղարկել, 3 որ դուք չեկաք։ Հա, հիմա բեր։ 3 երեկոյան Աբելն արդեն ստորագրեց, ասեց, որ այդպես էլ կլինի։ Մոռացել ես քո գործը, մոռացել ես մեր նպատակները։ Ու մոռացել ես, թե մենք ինչերի միջով ենք անցել։ Այդ կապ չունի։ Այս մի քանի օր զբաղված եմ եղել, բայց դու այն մարդն ես, որ ժամանակին չգնաց իր ամոր չափն անցնում ես։ Մամիկոնյանը կորած մարդ չի։ Ցավոք այդ ոլորտում ազդեցություն ունի։ Լևոնի հետ պիտի աշխատեին, բայց երեկվա դեպքից հետո հրաժարվել է համագործակցությունից։ Եվ ներքին խոսակցություններ կան, որ ամեն ինչ կանի, որ այդ դաշտում ոչ ոք հետը չաշխատի։ Չեմ հավատում, լուրջ։ Ահա։ Այսօր թռիչք թռչունների հետ։ Ո՞ւմ ենք սպասում։ Սոնա, եկել էին ճիշտ էիր ասում։ Տենց էլ գիտեի, երկուսն էլ։ Հա, մոտեցա երկուսին էլ ասեցի, որ չես գալու։ Ու։ Էն որ ասում էիր գործարարա, ձևացրեց իբր իրան դա հետաքրքիր չի, իսկ այն մյուսը, որ ասում էիր ոստիկանա։ Հա։ Տխուր տոնով ասեց լավ շնորհակալություն։ Պարզա, փաստորեն Միրյանը ձև չբռնեց։ Բայց ինչքան ես սենց խուսափելու։ Կարող է մի օր դրանց պատճառով դուրս գաս աշխատանքից։ Չէ, հարցը դրան չի հասնի իհարկե։
Հուսով եմ, որովհետև ավելի լավ է կորցնենք 2 հաճախորդ, քան լավ աշխատող։ Ապրես։ Լավ, Էմմա, ես վաղը կգամ աշխատանքի, բայց մինչ այդ կփորձեմ այս հարցը կարգավորել։ Ի դեպ, քո համար չիպսեր կբերեմ, քո սիրածից դասականից ու պանրով։ Լավ։ Ապրես։ Հա, ես էսա իրան կասեմ։ Ես կգտնեմ։ Հա, շատ լավ։ Ինչ-որ բան ապեք։ Հա, շեֆետ, ուրա շեֆետ։ Գնացել, աշուտ է գնացել։ Զանգի, ու ենքան զանգը պայի, մինչև որ պատասխանի։ Ինչ-որ բան է եղել։ Հա, զանգի կապվի հետ, ասա թող շուտ իմ հետ կապվի։ Արագացրու։ Նկարագրելի էր չեմ հավատում, լուրջ ես ինձ այսքան լիարժեք երբեք չեմ զգացել։ Լիարժեք։ Հա, ու գիտես ինչ տպավորություն էր, ոնց որ ես ու թռիչքը, ես ու բարձրությունը իրար համար ստեղծված լինեինք։ Իմիջիալոց ըստ մի հատ վարկածի, որ ես ունեի, հետաքրքիր չի, շատ եմ խոսում։ Չէ, հետաքրքիր է, ասա։ Հաստատ։ Ուրեմն ես մտածել եմ, որ նախորդ կյանքում թռչուն եմ եղել, որ ապրել է անմարդաբնակ մեկուսացված կղզում, ունեցել է գունավոր փետուրներ ու կերել է շատ ասիրել ծաղկափոշիներ։ Ինձ թվում է ուտելու պահով այդ ուղակի ինքնամխիթարանք է, որովհետև թռչուններն ուտում են որ։ Արի կանգ առնենք ծաղկափոշիների վրա, լավ։ Մի խոսքով դուրուտ եկավ։ Հա, շատ։ Ասելու չի ինչքան ու շնորհակալ եմ քեզ, այս ինձ համար յուրահատուկ օր էր։ Հաճելի է լսել դա։ Այս երազանքներից կողքը պետք է նշել։ Բայց ուր է։ Դա վերջի անգամ իմ աշխատասենյակում էր։ Հա։ Լավ, դե ուրեմն մնաց հետո։ Սկսվեց։ Կներես։ Հա, բել։ Հա, բել ասա։ Աբել տեղս հարմար չէր, ասա ինչ է եղել։ Լավ, հասկացա գալիս եմ։ Լինա, արի ես քեզ տանեմ տուն, հետո տեղ պետք է գնամ։ Բայց ուր ես գնում, ինչ ա եղել, ինչ էին ասում։ Կարևոր չի, արի ես քեզ տուն տանեմ, հետո կխոսենք, հա։ Չէ, մի րոպե, էլի կարող է Մամիկոնյանի հետ ա կապված։ Չէ, Մամիկոնյան ինչ կապ ունի։ Հա, ինչ ա եղել։ Հորս են էլի հիվանդանոց տվել։ Հայ, դե արի գնանք շուտ։ Դե արի շուտ արա, ում ես սպասում։ Դու էլ ես գալիս։ Հա, իհարկե, արագած շուտ, գնանք շուտ։ Լիլիթը զանգեց, հասել են, տեղավորվել են, ամեն ինչ նորմալ է։ Լավ է, լավ է։ Բայց ժամին ինչ գործ ունես տանը։ Շուտ ավարտեցինք աշխատանքը, եկա։ Են թղթերը, թաշվարկները չես բերել հետդ։ Տան էլ չեմ աշխատել։
Բան, ամեն ինչ նորմալ, հա։ Հա, լավ, լավ։ Չեմ կարող մի օր տուն շուտ գալ։ Իհարկե կարող ես, շատ լավ ես արել։ Սուրճ խմենք։ Հա, հիմա բերեմ։ Կներեք, Միկոյան Մեսրոպ, այսօր առավոտյան եմ բերել։ Հա, իր մոտից եմ դուրս գալիս ես տեղապարկած։ Դուք Մեսրոպի Տղան եմ ես։ այնքան դժվար է իր հետ։ Ինչի։ Մինչև ներարկումն արեցինք, Հա, ինքը տենց է։ գոնե դուք խոսեք իր հետ, ասեք, որ այդպես չի կարելի։ Ես կարող եմ մտնել մոտը։ Հա, կարող եք։ Շնորհակալ եմ շատ։ Կամ հետդ։ Բարև ձեզ։ Ես ոչ մի դեղ չեմ խմելու, հերիքա, հերիքա։ Հա, բայց ես դեղ չել բերել։ Ես Լինան եմ։ Ով ուզում է սեղի դուրս գնա։ Ինձ ոչ մի բուժում պետք չի։ Ես տուն եմ ուզում գնալ, իմ շունը մենակ է։ Ձեր շան մասին հոգ կտանեմ։ Դու ինչ գիտես է որ հոգ տանեք։ Պապ դե որ ասում ա գիտի էլի։ Գնա։ Հələ ասա տնան ոնց ա եղել։ Ապրես։ Սրա հետ ես։ Դե պապ լավ էլի։ Հա, իրականում միասին ենք եկել։ Լևոնը ձեր համար շատ էր անհանգստանում։ Լինա պետք չի։ Հա, իհարկե պետք չի։ Ես ինչի պիտի իմանամ, որ ինքը անհանգստանում է։ Կասես ոնց ես ջարդել։ Չեմ ջարդել, անհանգստացողից նայեք, դա էլ չգիտի։ Ճակա, ճակ, ճակ։ Լավ ես գնամ բժիշկի մոտ, հասկանամ ինչ է։ Ինքն իրոք շատ անհանգստանում։ Ոչինչ, կպատահի։ Ասում ես դու իրա ինչն ես։ Ընկեր, ուղղակի ընկեր։ Հետ էլ չի բաշարել։ Ուղղակի ընկեր։ Մի բաժակ ջուր տուր, հա։ Ապրես։ Ասում ես շանս մասին ով է հոգ տանելու։ Հա, տենց մի հատ կազմակերպություն կա, ես կզանգեմ, կգնան կկերակրեն։ Չէ, այդպես չի լինի։ Հարևանս քեն ապահում ու պահաման գալիս որ մի վնաս տա։ Ես տուն պիտի գնամ։ Դուք հանգիստ եղեք, գիտեմ ու մասին եք խոսում, մենք ավելի ճիշտ Լևոնի ընկերը մի լավ վախացրել է իրեն։ Այ աղջիկ ջան, ախր դուք ինչ կապ ունեք, է։ Նախորդ անգամ որ ձեզ վատ եք զգացել ու բերել են հիվանդանոց, այդ ժամանակ ես ու ընկերուհիս եմ գնացել շանը կերակրել։ Հա։ Հələ մի րոպե։ Այն հիմար դոմիկը դուք եք սարքել իմ հայատում։ Հիմար։ Հա։ Ու իբր շունս էլ պիտի մտնի մեջն ու քնի, հա։ Թե մտածեցինք իրան ապահով կզգա, համել որ ցուրտ լինի, կմտնի մեջը, միջև կգաք։ Իմիջալուց Լևոնն էլ օգնել է որ սարքենք։ Լևոնը։ Լևոնը այնտեղ է եղել։ Իհարկե։
Մի բան կուտեք ճաշարանից բերեմ։ Գնամ տեսնեմ ինչ կա բերեմ։ Չէ, ես դրան սարկացը ուտողը չեմ։ Հա, բայց տենց ոնց կլինի։ Աղջիկ ջան, ես տուն եմ ուզում գնալ, մնացածը չգիտեմ։ Ասում ես, դու Լևոնի ինչն ես։ Մամ ջան, զբաղված եմ կլինի, հետո զանգեմ։ Չէ, չի լինի։ Ինչ ա եղել։ Աբել տղա, էդ ինչ եմ իմանում ես։ Ինչ։ Լուսյան էր զանգել, ընկերուհի Սոնայի մաման։ Հետո։ Ասում է Սոնայի հետևից այդ սրճարան ես գնում, երեք խղճերեխուն վատ դրության մեջ ես դրել, չես թողել նորմալ սպասարկի հաճախորդներին։ Չէ, մամ ջան, ես ո՞նց ասեմ քեզ։ Չհակաճառ ես Աբել տղա, խայտարակ ես անում ընկերուհուս մոտ։ Չէ, մամ։ Ես քեզ զգուշացնում եմ, Աբել, Սոնային թե նեղացրել ես, ձերքիցս չես պրծնի, չեմ ասի թե մեծ մարդ ես դարձել։ Այդ ինչ կապ ունի, ես լրիվ պատահական էի գնացել այդ սրճարան, բայց դες բան կանեի։ Ես քեզ զգուշացրեցի, ընկերուհուս մոտ ամոթով մնացի, չգիտեի ոնց արդարացնեմ։ Մամ ջան, Սոնան երևի սխալ է ասել կամ սխալ է հասկացել։ Հանգիստ եղի, ես տենց բան չեմ անի, որ դու քեզ ված կաս։ Շատ ավելի լավ, Լուսյան էլ քաղաքում չի։ Մի քանի օրով գյուղ ա գնացել, այնտեղից անհանգիստ զանգել ա, թե տղա դեդ ինչեր ա անում։ Լավ, մամ ջան, ես քեզ հասկացա, եթե մի անգամ էլ զանգեն, կասես կներեք, Աբելի արարքները սխալ եք հասկացել։ Լավ, բան կերել ես։ Հա, մամ ջան, կերել եմ, նորմալ է։ Լավ։ Տանցա, Սոն աղջիկ։ Դա, շատ լավ։ Հետո ասում է, քո շունը իմ կատվի վրա հաճած։ Մարդ ասում եմ, բաում վրա հաճան։ Դու ասում եմ, Թումանյանի շունն ու կատուն կարծացել ես։ Եկավ անհանգիստը։ Խոսացի բժշկի հետ, ասաց որ ճակա գիպսն էլ մի շաբաթից կարան քանենք։ Հայտնագործից ինչ արիր։ Երբ եմ տուն գնալու։ Ասաց եթե խնամակալ ունեք, հիմա էլ կարող եք տանել։ Ինձ ոչ մի խնամողել պետք չի։ Ես ինձ կարամ պահեմ։ Պապ։ Ես տուն եմ գնում։ Բայց լավ կլիներ գոնե մի երկու օր էլ այստեղ մնայք հսկողության տակ։ Աղջիկ ջան, ինձ ոչ մի հսկողություն էլ պետք չի։ Էդ էլ պակաս մնում, որ ցերեկ իրիկում գան, ճնշում չապեն, ծակցկեն։ Չէ։ Հիմա ինչի համար ես այդ կապրիզները տանում։ Ես տուն եմ գնում։ Այդ դեպքում ես քեզ տանում եմ իմ տուն, պապ։ Ինչ։ Ես խնամակալ կվարձեմ, քեզ կխնամի։ Իմ բացակայության ժամանակ ինքը կլինի քո կողքին։ Ուրեմն լսի տղա ջան։ Ինձ ոչ քո տունն է պետք, ոչ քո վարձած դայակը ու ոչ էլ քո ստեղ գալը։ Պապ, հիմա դրա ժամանակը չի։ Ես չեմ կարող քեզ թողեմ, դու ես վիճակով գնաս այդ տուն, քեզ օգնել է պետք։ Ինձ քո օգնությունը պետք չի, չեմ ուզում։ Ես իրավունք ունեմ քո մասին հոգ տանել, պապ։ Ես էլ իրավունք ունեմ հրաժարվելու։ Հա, բայց ես ուզում քո կողքը լինեմ։ Ինչ ժամանակ, որ ավելի շատ էիր պետք իմ կողքին լինեիր, դու չեղար, Լևոն, չեղար։ Հիմա ինչ, էլ ինչ։ Տաքսի կանչի, ես իմ ոտքով կգնամ։ Մի րոպե ջան, զգուշ եք, խնդրում եմ, էլի զգուշ եղեք, ախր սենց չի կարելի, թողեք գոնե մենք ձեզ տանենք։ Ու ընդունեք, որ ձեզ խնամող է պետք։ Դուք այս ոտքով անգամ ձեզ շան չեք կարող օգնել։ Գուշ, ռամաց, պապ։ Արես գու։ Ձեզ։ Արի։ Երևում այս շունը քեզ ավելի է կարոտել։ Դե տուր պապ բանալին։ Դուրը բացա։ Բայց դուր ինչ ես բաց թողում։ Չէի կարա ոտս կոտրված։
Արտուկը անջատել, գազը փակել, դուռը փակել ու վազելով գնալ հիվանդանոց։ Դե պապ, ամեն ինչի պատասխան ունես, չէ։ Լինա ջան, դուռը բաց, հա։ Արի։ Թող, գալիս եմ, թող։ Զգուշ, պապ, կամ։ Զգուշ եմ, զգուշ։ Հա, մամ ջան։ Մամ, ամեն ինչ նորմալ է։ Մամ ջան, շատ ճիշտ ես արել, որ զանգել ես։ Ես հենց այդ էլ ուզում էի։ Հա, մամ, լավ կզանգեմ։ Մամ ջան, անպայման կզանգեմ։ Լավ։ Երեկոն բարի։ Հեսա մամայիս կկանչեմ։ Կանչի։ Մինչև գյուղից հասնես տեղ մենք կհասցնենք երկու բառ խոսանք։ Ուր։ Ինչ ես եկել։ Ուզում եմ հասկանամ, ինչի է մայրիկդ զանգել մամայիս ու ասել, որ ես քեզ գործի ժամանակ խանգարում եմ։ Իսկ կարող եմ նրանից որ դու իսկապես խանգարել ես ինձ աշխատանքի ժամանակ։ Ինչի մենք որ տարիքում ենք, որ պիտի մաման ինձ ասի։ Եթե բան ուներ ասելու, կարող ինձ ասեիր։ Ասել է երեք, բայց դուք էլի գնացել եք սրճարան։ Միրյանի հետ դեռ կխոսեմ ես։ Ախ, Միհրանի հետ դու պիտի խոսաս։ Իսկ իմ հետ մաման։ Դե եթե իր մամանի մամայի ընկերուհին լիներ, նույն ձև կանեի։ Ինչ ես առաջարկում։ Չգամ հայ էլ է սրճարան։ Ես հենց այնպես չեմ գալիս։ Ու այդ ես չեմ թաքցում։ Բայց մենեջերը այսօր ուրիշ բան ասեց։ Աբել, դու երբ ուզում ես կարող ես գալ սրճարան, բայց խնդրում եմ առանց տեսարանների Միրանի հետ։ Ես կարամ հենց անեմ, որ Միհրան էլ չգա։ Այդ քո որոշելունը չի։ Ես ձեր մեջ ընտրություն չեմ կատարում։ Իսկ եթե ընտրություն անեիր։ Իսկ եթե չափերդ անցնում ես։ Լավ։ Հանկարծ մամայից չասես, որ մամայից պատմի։ Գնա Աբել։ Դու այս ժամին անելիք չունես իմ տանը։ Գնա ու այլևս չգաս իմ տուն։ Երևույթ։ Հա, մի բան էլ ասեմ։ Ես ամեն օր ընդմիջմանը գալու եմ այդ սրճարան։ Լույսդ բարի։ Հազիվ համոզեցի, պարքեց։ Դե լավ։ Արի քեզ տուն տանը։ Չէ, ավելի լավ է ուղղակի տաքսի կանչի, ես կգնամ։ Մենակ։ Հա, ես շուտ կհասնեմ, հիմա դու ստեղ ավելի շատ ես պետք։ Ասել եմ արդեն վաղը դայակ կուղարկեմ։ Խղճ դայակ։ Չէ, իրականում պապադ շատ լավ մարդ է։ Ուղղակի ինչ-որ բանից շատ խորը նեղացած է։ Գիտեմ։ Մամայի մահից հետո պապան սաղ աշխարհից նեղացավ։ Բայց ամենաշատը ինձնից։ Ինչի հենց քեզնից։ Այդ օր ես գործարք ունեի։ Իմ Աբելի ամենախոշոր գործարքն էր։ Դրանից մեր ապագան էր կախված։ Հետո։ Այդ օրը մամայի թաղման օրն էր։ Մամայի ուղարկավորության օրը։ Իսկ ես չկարեցա շուտ գամ։ Ավելի շուտ չստացվեց։
Միջև հիմա իմ պապան չի կարող ինձ ների։ Դրա համար էր ասում, որ ամենակարևոր պահին կողքին չես եղել։ Հա, ու ճիշտ է ասում։ Ես ինքս ինձ չեմ կարող ներեմ։ Կարող է շատ վատ բան եմ ասում կամ չհասկանաս ասածս։ Բայց վստահ եմ, որ մամատ իմանար քո ապագան է կախված այդ գործարքից։ Լավ, իզուր եմ խոսում ես մասին։ Ես երկար եմ մտածել այդ ամեն ինչի մասին։ Շատ եմ վերլուծել։ Բայց մեկը հիմա ոչ մի բան չեմ կարող փոխել։ Իսկ հիմա միակ բանը, որ ուզում եմ, այդ իմ ու իմ հոր հարաբերությունները կարգավորելն է։ Իսկ այդ ամեն ինչը տենում ես ինչ բարդ է։ Լավ, ես գնամ արդեն շատ ուշ եմ։ Վաղն էլ քիմիայի սորն է։ Պապան խնդրեց, որ այսօր շուտ գնամ գոնետուն։ Տեսել իմ պատճառով ուշացար։ Չէ, բան չկա։ Համել այսօր ավելի շուտ կհասնեմ տուն, քան երեկ։ Այդ արդեն լավ է։ Ես ուզում եմ վաղը քո հետ գամ։ Ուր։ Դե ուզում եմ քո կողքին լինեմ։ Չէ։ Լինեմ։ Չէ, պետք չի։ Դու տեղից շատ բան ես ինձ համար անում։ Լավ, թող օրը բացվի ու կխոսենք, լավ։ Բա, գնաս չես։ Ես վաղուց մոռացել եմ, թե ինչ բան է քնել։ Դե լավ։ Իմ կարծիքով դու մի քիչ շափազանցնում ես։ Դե այդ քեզ թվում է։ Ինչ-որ մի բան կուզես, ջուր, թե կամ չգիտեմ, ուտելու բան։ Չէ։ Գնա շանս կերակրի, ուտելու ժամն է։ Շանդ արդեն Լինան կերակրել է, պապ։ Գնաց։ Ասում ես քո ինչն է։ Երբ աղջիկը տղամարդու մասին ասում է, ուղղակի ընկերներ ենք, ուրեմն վերջ, բաց ես թողել։ Դե պապ, մեր մոտ մի քիչ խառն է։ Չէ, քո մոտ ամեն ինչ է խառը։ Քո ընտանիքը, հայրը, մայրը, ընկերուհին, կինը, երեխեքը, ամեն ինչ փոխարինվել է քո ֆիրմայով։ Այդ հարստությունը, որ այդքան դիզում եք, ում է պետք լինելու։ Ինչի համար է այդ անհակությունը։ Պապ, ես կուզեի, որ դու ինձնով հպարտանայիր։ Հա, անկեղծ եմ ասում։ Որովհետև ես աշխատել եմ, աշխատում եմ։ Աշխատել եմ, չէ՞ որ հասել եմ սրան։ Չեմ գողացել, չեմ խաբել։ Պապ, աշխատում եմ։ Կանգ առնել ու շուրջդ նայել, չես ուզում։ Դե այդ կհասցնեմ։ Մեր բոլորի ամենամեծ սխալն է, որ մտածում ենք, թե դեռ կհասցնենք ամեն ինչ։ Վաղը մոտդ բուժքույր կգա ու կմնա մոտդ։ Բա դու։ Ես։ Հա։ Ես կգամ կմնամ մոտդ։ Պապ, եթե ուզում ես, ասա, ես կգամ ու կմնամ քո մոտ։ Չէ, ինչ տարբերություն դու թե մեղոտար մարդ։ Պապ։ Բարի գիշեր։
Լինան արթնացավ։ Հա, պատրաստ է, հեսա կգա։ Բա դու ինչի աշխատանքի ես։ Ուզում եմ հետը գնալ։ Այսօր ուզում եմ կողքը լինել։ Բարձա։ Բա ոնց կարողացար բաց թողնես։ Առաջ խնդիր էր լինում։ Դե բացատրեցի։ Աղնես, ես ինչ հարցեր են։ Լավ, ուղղակի անհանգստացա, ինչ ես ճղայնանում։ Երևի Սոնան է։ Ես պատրաստ եմ, դե արդեն գնամ։ Մնացինք։ Դու ես գալիս։ Չգա։ Դե չգիտեմ։ Բարև ձեզ։ Սարո։ Ինչ կա։ Եկել եմ ուղեկցեմ։ Ուզում եմ այսօր հետդ լինեմ։ Ավելի ինչի եք սենց անում։ Ինչի։ Դե նեղվում եմ, որ անհանգստանում եք այսքան։ Դե որ չնեղվես, այսօր կգնաս Սարոյի հետ։ Լավ չեմ հակաճառում։ Սարո ջան, խնդրում եմ ուղիղ տուն կգաք հետո, հա։ Հա, միջապես տուն։ Մտածում եմ, կարող է աշխատանքի գնաս, դե որ Լինայի հետ չգնացիր։ Լավ էլի Ագնես։ Դե ինչ ես ճղայնանում։ Որ հետո պետք լինի կարողանաս դուրս գաս, դրա համար եմ ասում։ Ագնես, երբ պետք լինի, ես կարողանամ դուրս գալ։ Լավ, հասկացա, մի նեղացի։ Հասկանում եմ ձեզ, մենակ խնդրում եմ էլի մի քիչ սպասեք։ Հա, ես այսօրվա վճարը կրկնակի կտամ։ Մենակ մի գնացեք։ Շատ լավ, հասկացա։ Ձեզ որ մի բան պետք լինի, զանգեք ինձ։ Լավ։ Ինչ է։ Պապայի մոտի բժշկուհին էր։ Խեղճ կնոջային օրնակցել լացում էր։ Դե ձեզ մեծ ռոպն է, իրանից սպասելի է։ Հա։ Մենակ Լինային չկարացավ նեղացնի։ Մտա հիվանդասենյակ տենամ երկուսով ծիծաղում էին։ Այսինքն Լինան ավելի վտանգավոր է, քան պապատ։ Դե լավ, դու էլ չասիր։ Լյով, Մամիկոնյանը լուրջ քայլերի է գնացել։ Այսինքն չեմ կարող ոչ մեկի հետ աշխատեմ։ Ոչ մեկ չի ուզում մեր հետ աշխատի, ում զանգում եմ, ասում եմ չեմ կարող։ Մի ամսից զանգեք։ Մենակ Հակոբը ասեց, որ Մամիկոնյանը իրան զանգելով ասել է, որ մեր հետ չաշխատի։ Մամիկոնյանն է որոշում այդ ոլորտում։ Բա։ Էդ էլ Լիննա Թուիրա երազանքներ են։ Դու ինչ գիտես երազանքների մասին։ Քո սեղանի վրայից վերցրեցի, որ հանկարծ քարտուղարը չտեսնի ու մտածի, թե դու ես երազում թռչունների հետ ճախրել։ Ես ցուցակի պատճառով է, որ դու ամեն ինչի վրա թքած ունես։ Դու արդեն չափերը տանցնում ես։ Ու օրեցօր ավելի շատ։ Ուր, մի ժամից ասուլիս կա։ Պետք լինեմ կանչի Լինա ջան, լավ։ Մերսի։ Տես ինչ եմ բերել։ Հիշում ես անցած անգամ ստիպում էր ամբողջ ընթացքում խաղանք։ Հիմա պիտի խաղանք։ Չես ուզում։ Չես սպասում, որ այսօր կգաս։ Դες քեզանից երկար նեղացած մնալ չեմ կարող։ Ինչի։
Չէ, խոստացել եմ, որ քեզ երբեք նման բան չեմ ասի։ Ինչ բան։ Լին, ես սիրում եմ քեզ։